Ինչ եք առաջարկում դուք էջմիածնցիներին, որն է ձեր ուղերձը գլխավոր էջմիածնցիներին, որ ուզում եք հասցնել իրենց։ Դուք հետևել եք իմ նախընտրական քարոզարշավին, դուք ծանոթ եք իմ նախընտրական ծրագրին։ Ես հիմա ձեզ հանդիպել եմ ու հարցնում եմ, եթե դժվար չի։ Թափառող շների խնդիրը լուծել, քաղաքում բազմաբնակարան շենքերի տանիքների խնդիրը լուծել, նկուղների խնդիրը լուծել, ռմբապաստարաններ քաղաքացիների համար կառուցել, երեխաների համար խաղահրապարակներ կառուցել։ Քաղաքացիների առաջարկները ոչ միայն լսել եմ, ես պատրաստվում եմ նաև իմ աշխատանքի ընթացքում քաղաքացիների առաջարկները լսել, քաղաքացիների հետ ձեռքի տված աշխատել։ Գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել եկեղեցու կաթողիկոսի դեմ եւ ավելի Ես խնդրում եմ ձեր հարցը ձևակերպելիս մի փոքր կոռեկտ լինեք, Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ դուրս չի եկել, որոշ հոգևորականների դեմ է դուրս եկել, այդ թվում Կտրիչ Ներսիսյանի։ Ես ձեզ առաջարկում եմ գնալ Սուրբ Հռիփսիմե տաճարի յետնամաս, Չուլանի արտահայտությունը ձեր առաջ դնել, այդ աղբանոցը, որը եկեղեցապատկան է, տեսնել ու գնահատական տալ։ Ես այո կիսում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Իմ հարցը Կտրիչ Ներսիսյանի Ես ձեզ պատասխանեցի։ Կիսում եք այդ տեսակետը, որ հայ առաքելական եկեղեցին Չուլան է։ Գիտեք, հայ առաքելական եկեղեցին որոշ հոգևորականներ, որ փորձել են Չուլանի վերածել, նրանք անպայմանորեն հեռանալու են։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը իր ավելի վաղ արած հայտարարությունը իրականացնի գրոհի Մայրաթոռի վրա աջակցել։ Որևէ մեկը չի պատրաստվում գրոհել Մայրաթոռի վրա։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատրաստվում է հոգևոր հավաք իրականացնել Վաղարշապատի կենտրոնական հրապարակում, ես էլ պատասխանատու կերպով հայտարարում եմ, իմ ընտրվելու պարագայում ես արտոնելու եմ այդ հավաքը։